Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ողջույն, համեղ կիրակին է եթերում, ձեզ հետ ձեր խոհանոցի օգնականներն են Համլետը եւ ես։ Համլետ, ողջույն։ Բարև ձեզ։ Ինչով ես այսօր մեզ զարմացնելու։ Այսօր շատ հետաքրքիր բաղադրատոմս է մեր մոտ։ Շատ արագ, շատ հեշտ պատրաստվող։ Բոլորը գիտեն, թե դա վրացական խոհանոց է, բայց իրականում չէ։ Արաբական խոհանոց, շիշթաուկի։ Շիշթաուկի։ Բայց դա վրացերեն չի։ Չէ, արաբերեն է, ավելի շուտ սիրիա-լիբանանական լեզվի խոսք է, այսպես ասած, շիշ նշանակում է սուրբ հայտ, թաուկ նշանակում է հավ, հավի միսը փայտի վրա։ Մի քիչ հայկական էլ կարամ է, որտեղ շիշը նաև հայկական իրականությունը որն է, ինքը ծագումով Սիրիայի, Լիբանանի տարածքում առաջ եկած սնունդ է, որը հետագայում լայն տարածում է գտել նաև մեր տարածաշրջանում, Օսմանյան կայսրության ժամանակահատվածում, Հայաստանում եւ Վրաստանում։ Ու մեծ մասամբ ասոցացում է վրացական խոհանոցի հետ, որտեղ այնտեղ շատ են սկսել պատրաստելը, արագ ֆասթ-ֆուդային էժան սնունդի տեսակետ է եղել։ Դրա համար այդպես ասոցացվել է մեր հարևան Վրաստանի հետ։ Մարմնացման process-ը կատարվում է աջիկայի միջոցով, իսկ լիբանանյան եւ սիրիական խոհանոցում բակմազով է եղել, դա նույն արդեն պղպեղի կրեմ զանգված ստացած կեղևի միջոցով կրեմ զանգված է ստացել, որով մարմնացրել են շիշթաուկին։ Այսինքն մոտեցումը գրեթե նույնն է, ժամանակի ընթացքում էլ այնտեղից տեղափոխվել է մեր մոտ։ Շատ հետաքրքիր է, դե ես անհամբեր եմ, արի սկսենք։ Մեծ սիրով։ Սկսեցինք։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Եվ այսպես Համլետ, մենք ունենք կարտոֆիլ, ունենք հավի կրծքամիս, ունենք 3 գույն պղպեղ, բուլղարական, Այո, սող, մայոնեզ, լավաշ, աջիկա։ Եվ չինական փայտիկներ։ Այո։ Այդ սուրբ փայտիկներն են, էլի շիշը։ Այո, շիշ։ Ու որպեսզի մեր մոտ ամեն ինչը լավ ստացվի, եկեք այս թափանցիկի մեջ անենք։ Ամեն դեպքում հայկական ինչ-որ մի բան մենք այստեղ ունենք, մեր լավաշը։ Այսպես, ինչ ենք անում։ Եկեք ձեզ տամ բուլղարական պղպեղները եւ խնդրեմ ձեզ այսպես այս կարգի խորանարդաձև կտրատել, որպեսզի մենք հետո գեղեցիկ մեր ուտեստը ձևավորենք։ Ես մշակեմ միսը, դնեմ մարինադ, որից հետո արդեն միանամ ձեզ։ Բարի։ Որ տանը երեխաները չեն ուզում ուտեն։ Ինչ չեն ուզում ուտեն։ Սնունդը, սննդակարգը, երբ որ բնական ուտեստներ չեն ուզում ուտեն, որպես տարբերակ շիշթաուկով կարող եք գայթակղել։ Ու հաստատ վստահ եմ իրենց այս գունային գաման ու համային փունջը շատ դուր է գալու։ Կասես ճիշտ եմ չափը։ Մի քիչ է խոշոր։ Լավ է։ Ուղղանկյուն։ Այնպես որ երեխաներ արդեն մոռացեք դրսի սննդի մասին, սկսեք արդեն տանը սնվել։ Չէ՞ մամաները արդեն ջղայնանում են։ Ինչ անել։ Մայրիկները կարող են բաղադրատոմսը վերցնել, պատրաստել։ Այո։ Բայց կարծում ես երեխաները պղպեղ սիրում են։ Իրականում հա, վերջին ժամանակահատվածը շատ է լինում մանկական ծննդյան պատվերներ, որ իրականացնում ենք, որ ծնողները պատվիրում են թարմ բանջարեղենի զամբյուղ, որտեղ բուլղարական պղպեղ, գազար, վարունգ եւ չերի լոլիկ։ Չերի լոլիկ, անգամ լոլիկ։ Այո, շատ երեխաներ կան, որ իրոք սկսել են ուտել։ Իմ երեխաներն շատ են սիրում չերի լոլիկ։ Ջուր աղջիկս, որ կապրեզի աղցան է շատ սիրում, իր համար կապ չունի ինչ է, ոնց է, ինքը եթե ուզեց։ Չէ, իմ տղան ամեն օր ուտում է կեսար։ Աղցան ամեն օր շատ է սիրում։ Բայց իհարկե կեսարի մեջ կա սոուս, որը ցանկալի չի ամեն օր ուտել։ Պղպեղ սիրում է, բայց լոլիկ չի սիրում։ Հետաքրքիր է, դա նողից է։ Չեմ կարող ասեմ, բայց տղան էլ ունի նման բաներ,
բանջարեղենի տեսակներ կա, որ մեկ-մեկ նախընտրություն տալիս ուտում է, մեկ-մեկ չի ուտում։ Բայց աղջիկներից հետ կապված այդ խնդիրը չունեմ։ 2 աղջիկ ունես։ Այո։ 2 աղջիկ, մի տղա։ Մի տղա։ Քանի տարեկան են։ Տղաս 8, միջնեկս 4, փուճուրը 2։ Այ։ 2 տարեկանը արդեն լոլիկ է ուտում։ Գուրման է։ Լուրջ։ Գուրման է։ Ահա, պապային է քաշել։ Մոցարելա պանիրը շատ սիրում։ Լավ պարզա։ Պարզա ճանապարհը։ Մեկ հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատում ենք։ Որից հետո արդեն մարինացնելու գործընթացն է, մառանիկի աղը, սև պղպեղը արտադիր ավելացնում ենք, hard food-ի աջիկա ենք օգտագործում, մի փոքր էլ մայոնեզ ավելի նուրբ համ ստանալու համար։ Լիբանանական խոհանոցում օգտագործել են կրեմ թումը։ Կրեմ թումը դա բուսայուղը, սխտորը եւ ձվի սպիտակուցը միասին հարած տարբերակով։ Հա։ Սոուսն է, որը գրեթե նույն մայոնեզային զանգվածն է։ Տնային պայմաններում պատրաստելու համար անհրաժեշտ է սառը բուսայուղ, սառցարան դրած բուսայուղ, որ խտությունը ավելի կոշտացած լինի։ 3 ձվի սպիտակուց, մի փոքր սխտոր, մարմանդ հարելով ստանալ կրեմային զանգված կամ փոխարինող տարբերակը սովորական մայոնեզով, բայց խնդրում եմ քիչ անել, դա զուտ սերուցքային սերուցքային յուղային մասը ապավելու համար է, քանի որ հավի կրծքամիսը այդպես յուղոտ չէ։ Ավելի փափուկ ու յուղային նուրբ համ տալու համար մի փոքր օգտագործում ենք մայոնեզ։ Այսպես վերցնում ենք hard food-ի աջիկան։ Մի փոքր աջիկա։ Մեզ Միմին է զանգահարում, տեսա զանգոնենք, ողջույն Միմի, ինչպես եք։ Ողջույն սիրելի Լիկա եւ Համլետ, ես շատ լավ եմ, այսօր հրաշալի օր է ինձ համար։ Վաղ առավոտյան Երևան վերադառնալիս անցնում էի Արարատյան դաշտավայրի մոտով, տեսա թե ինչ ջանասիրությամբ են աշխատում գյուղացիները։ Երկար ժամանակ հետևում էի նրանց աշխատանքին եւ մտածում. Նրանք մեր հայրենի հողի մշակներն են, հայոց արևահամ մրգերի բանջարեղենի արարողը։ Իսկապես հպարտանալ կարելի է։ Մենք քնած ենք, իսկ նրանք աշխատում են, որպիսի մենք վայելենք hard food-ի հրաշալի պահածոները, կոմպոտները։ Ինչ երկար նախաբանով սկսեցի, մոռացա անգամ հարցնել, իսկ դուք ինչպես եք։ Մենք էլ ենք լավ։ Հրաշալի ուտեստ եք պատրաստում hard food-ի աջիկայով։ Նախկինում մտածում էի, թե աջիկան պետք է պարզապես սկսել հացին եւ ուտել, բայց հիմա մեծացել եմ եւ շատ բան գիտեմ։ Աջիկան շատ կարևոր, ես կասեի պիկանտ մածուկ է կամ բանջարեղենային սոուս է եւ օգտագործվում է ամենատարբեր ուտեստների մեջ համը հարստացնելու համար։ Աջիկայով կարելի է հավի, խոզի, հորթի, միս եւ կարտոֆիլ մարինացնել։ Կարելի է օգտագործել չախոբիլի, դժվժիկի, պիցցայի, լահմաջոյի խճոհակի մեջ։ Իսկապես շատ օրիգինալ համ ունի։ Շնորհակալություն Միմի։ Ես ուրախ եմ, որ Համլետի շնորհիվ այսօր իմ խոհարարական բազայում կավելանա եւս մեկ ուտեստ hard food-ի աջիկայով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Դուք էլ պատրաստեք այն, ինչ մենք այսօր պատրաստելու ենք եւ կտեսնեք ինչքան համեղ է։ Անպայման կպատրաստեմ։ Դե ձեզ չխանգարեմ։ Չմոռանաք գրել բաղադրատոմսը, իսկ ես պատմեմ արևահամ hard food-ի մասին։ Այո։ Hard food-ը միշտ կանգնած է հայ գյուղացու կողքին, մթերելով նրա ստեղծած ամենաթանկ բարիքը։ Այս նվիրումից ու համատեղ աշխատանքից են ծնվում բնության կատարյալ համերն ու այն որակը, որին տասնամյակներ շարունակ վստահում է հայ ընտանիքը։ Շնացնենք մեր երկիրը, սատարելով հողի մշակին եւ հայ արտադրողին։ Hard food, քո հողից, քո ձեռքերով, քո տուն։ Մի փոքր ավելացնում ենք մայոնեզ։ Որից հետո աղը։ Մառանիկի աղը։
Հետո սև պղպեղը, Անցանք մառանիկի։ այո, իհարկե, համեմունքները բոլորը մառանիկի։ Այո, եւ մեր Իհարկե։ հեռուստացույցից այն կողմ ծեծում է Ամանդան։ Ողջույն իմ շատ սիրելի Լիկա եւ Համլետ, ինչպե՞ս եք։ Ամանդա, ողջույն։ Լավ ենք, դուք ինչպե՞ս եք։ Ոնց պիտի լինի Ամանդա տատին։ Մտածում եմ ընտրությունների մասին, ժողովրդի մասին, երկրի մասին։ Ասեմ, որ ես իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ, եկել եմ տուն եւ նորից ընկել երազանքների գիրկը։ Մտածում էի, ինչ կանեի, եթե ես ընտրվեի վարչապետ։ Մտածեցի, հետո ասեցի, այ Ամանդա, տիպը չկտրվի, մեծ կնիկ ես, ախր դուր, երկրի կառավարելն ուր։ Դու որ վարչապետ դառնաս, հաջորդ օրը քեզ ինչ-մինչ կանեն։ Չէ, էլի սխալ ասեցի, ոնց որ պիչ-մինչ-մենտ, պաչ-մաչ-մենտ, ինչ պաչ է, հիշեցի, impeachment, այ մարդ, էդ ովա հնարում էդ բարերը, լեզուս ջարդվեց, ես եմ մեղավոր, մառանիկը թողել եմ ընկել քաղաքականության գիրկը, գլուխները տարա Լիկա եւ Համլետ ջան, վերադառնանք, համեղ կիրակի, հետաքրքիր ուտեստ եք պատրաստում, հա? Դե հիմա կպատրաստենք, ընթացքում ես արդեն ձեզ կասեմ։ Ափսոս ես չեմ կարողանում համտեսել։ Լիկա ջան, իսկապես համեղ է։ Կմատուցեմ։ Անկեղծ ասած, վերջերս ուտեստները պատրաստում եմ Համլետի բաղադրատոմսով։ Շատ համեղ է ստացվում։ Թորնիկներս ասում են՝ «Տատի, էս ինչ դու ինչոշ ես սեփել»։ Այ մարդ, էս սերունդը գժվել է։ Ով ա տեսել ուտելիքին թույն ասեն։ Ինչևից է, իսկապես շատ համեղ է ստացվում, բայց մեկ է, Համլետի ձեռքով եփածն ավելի համեղ կլինի։ Դե լավ, շատ խրուսեցի, դուք պատրաստեք, ես խոսեմ մառանիկի մասին։ Այո, շատ ճիշտ։ Մառանիկն առաջարկում է ձագարեղենի եւ համեմունքների հարուստ տեսականի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այդ թվում մեր բոլորի շատ սիրելի զիպ հավաքածուն։ Զիպ փականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մառանիկն ունի համեմունքներ նայեք ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համն ու որակը, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Դե լավ, շնորհակալություն, ստեսություն։ Ահա։ Կասկածում են Համլետ քո պատրաստած ուտեստների վրա։ Կգամ փորձելու։ Անպայման, համեցեք։ Բավական է պղպեղը։ Շարունակեմ։ Ստում է, հա։ Եթե ռեժիսորը չի ասի, մի 3 կիլո էլ միս բերեք։ Խառնում ենք եւ հենց այսպես համեմունքներով տապակելու ենք։ Չէ, ջեռոց ենք դնելու։ Ջեռոց ենք դնելու։ Այո, մենք միացրել ենք ջեռոցը, նաեւ գազի վրա հենց հիմա տաքանում է բուսայուղը, դա խավարտ ենք պատրաստելու բուսայուղով, կարտոֆիլ ենք ֆրի եղանակով տապակելու, որ ճիշտ կարտոֆիլի պայ տեսակ ենք անելու, շատ բարակ կտրվածքով կարտոֆիլ ենք անելու։ Իմ կարծիքով բավական է, հա։ Պետք է որ։ Շատ լավ, շարունակում ենք։ Հիմա կտրատելու ես կարտոֆիլը, հա, լավ չստացվեց, Համլետ, չէ։ Պատրում։ Հիմա պետքա սոխը անեմ։ Էստեղ։ Չէ, սոխը պետքա կտրատեմ, որպեսզի բուլղարական պղպեղների հետ խորովածը պատրաստեմ։ Սա մենք հիմա պիտի հագցնենք այդ շշերի վրա։ Այո։ Դե արի, ասա ես ինչով քեզ օգտակ։ Հասկացա։ Ես ուզում եմ ձեռնոցը հագնեմ, որ ինձ խանգարում։ Հասկացա, մենք անելու ենք միսը, պղպեղը, սոխը։ Գեղեցիկ, սիրուն։ Ահա։ Վերցնում ենք փայտիկները։ Խնդրեմ տամ ձեզ։ Բայց ես հիմա սոխն էլ կտրեմ, որպեսզի պատրաստենք։ Սկսեցինք։ Ասում ենք այսպես սոխ տամ։
Ինչ-որ ծանոթ մի բան ուզում եմ հիշեմ, բայց դեռ չեմ կարող։ Ինչ-որ միտեղ պիկնիկի ժամանակ սմարել ենք։ Հա։ Սկսում ենք մսից։ Չէ, թե բանջարեղեն միս։ Բանջարեղեն միս։ Վերցնենք մի հատ սոխ անցկացնենք։ Մի հատ էսպես պղպեղ անցկացնենք։ Մի հատ անցկացնենք միս։ Հետո հաջորդիվ սոխ։ Պղպեղ միս։ Հետո նորից սոխ։ Պղպեղ միս։ Չի ստացվում։ Չէ, ստացվում է, չի ուզում ձեռքերս մսոտեի։ Ոչինչ։ Սա հակառական է, որ համատա։ Սոխ։ Պղպեղ միս։ Դա քրքիր է։ Վերջում արդեն նորից մի հատ թարս պղպեղ։ Եվ սոխ։ Էս մեկ մնացածը։ Լուսամփոփ։ Հավի մսով, բայց հետո ինչ արեցի նորից։ Միս։ Սոխ։ Դու ավարտեցիր սոխով։ Այո։ Լավ, ոչինչ։ Ես էսպես ավարտեցի։ Ուզում ես ես ամեն ինչ անեմ, դու որպեսզի քո գործերը չերկարի։ Մի հատ էլ հավաքեմ։ Հա։ Ու արդեն մնացածը թողեմ ձեզ, ստեմ հաջորդ փուլին։ Դժվարը առաջինն էր։ Արդեն էշտ է։ Նաև եթե չեմ սխալվում, ֆուրշետներին եմ տեսել ինչ-որ նմանատիպ։ Շատ հաճախ եմ պատվիրում, շատ հաճախ եմ պատրաստում նման։ Շատ են լինում մանկական միջոցառումների ժամանակ։ Արվել ենք փաստորեն։ Այո։ Շատ հետաքրքիր անցնում։ Հա, Քալե շատ։ պիկնիկ գնալ։ Հետաքրքիր գործընթաց է իմիջայլոց։ Ահա։ Վերջ Համլետ, մնացածը ես խոստանում եմ գեղեցիկ կանեմ։ Շատ լավ, շատ բարի։ Բարագոն ես սոխերը փոխանցեմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Ես անցնեմ արդեն կարտոֆիլի հարցերը լուծեմ։ Այսպես։ Սա ինչ-որ նաև եթե չեմ սխալվում մեր լեզվով ինչ-որ անուն ունի։ Մերով ճիշտն ասած չեմ կարող ասել ինչ անուն ունի։ Այլ անուն ունի։ Իսկ լավաշը ինչի համար է։ Լավաշը վերջում մատուցելու համար է։ Մատ առաջնարդ կարտոֆիլի հարցեր լուծում ենք։ Համլետ, կպատմես ինձ մի քիչ արաբական խոհանոցից։ Ինչ ես ծիծաղում։ Ինչ, բայց արաբական խոհանոց չի սպասում։ Ինչի չի սպասում։ Արաբական խոհանոցը, ինչպես եւ հնդկականը, ավելի շատ համեմունքների հիմքով է հարուստ, բազմազանությունը շատ է այնտեղ, բայց հիմնական ուտելիքները կրակի վրա պատրաստվող մեր հայկական խոհանոցի բնորոշ ձևի մեջ խորովածների ու քաբաբների տեսականներն են, բազմազանություն ունեն քաբաբների տեսականում, ու ասեմ, որ շատ համեղ են պատրաստում, շատ հետաքրքիր։ Նաև դեսերտներն են իրենց համեղ։ Դեսերտների մասին խոսք չկա, որ իրենց նույն մեր
փախլավա գաթա հասկացողությունը իրանց մոտ իրանց մշակույթում էլ է շատ զարգացած, այդ ֆիլո տեսակի խմորներով, կադայֆ տեսակի խմորներով պատրաստվող կանաչ պիստակով դեսերտները անմահական են, աննկարագրելի։ Արդեն դեսերտներից կարող է կարծիք կազմել ինչքան համով կարա լինի իրանց խոհանոցը, իդեպ մեր քիմքին մոտ է իրանց խոհանոցը, դրա համար մեզ դուր է գալիս։ Ձկնեղենը հատկապես շատ համեղ խոհանոց ունեն։ Չէ, իսկապես դեսերտների առումով իսկապես շատ համեղ են։ Ես նաև հիշում եմ, որ Եգիպտոսում հանգստանալու ժամանակ իմ ապսեն ամբողջը իրենց դեսերտների բուրգեր, այսպես, եւ բոլորից 4-5 տեսակ պարտադիր համտեսում էի։ Ես կարող եմ ասել ինձ մոտ արդեն վերջ, պատրաստ է։ Բավական է, այսքան, իսկ լավաշը հետո լավաշը։ Ինչ ես անում, այդտեղ ինչ ավելացրեցիր։ Այստեղ կարտոֆիլ ֆրի եմ պատրաստում։ Միայն ձեթն է։ Այո։ Կպատմես ինձ մի քիչ ձեթի որակի մասին, երբ որ ձեթը սպիտակ փրփուր է, այսպես առաջանում, կամ չի առաջանում։ Հիմա հասկանում եմ Օսլայի խնդիր է, բայց երբեմն լինում է, որ փրփուրը բարձրանում է ու կապ չունի ինչ է։ Դա անորակ երկար մշակված ձեթի արդյունքն է, որի պատճառով նման խնդիր է առաջանում, այսինքն շատ է օգտագործված։ Կամ նախատեսված չէ նման ջերմային մշակում անցկացնելու համար։ Սակայն անցկացրել են ու դրանից զատ շատ են անցկացրել։ Այդ պարագայում այդ խնդիրը առաջանում է։ Իսկ ինչ է նշանակում ռաֆինացված ձեթ, օգտակար է դա թե օգտակար չէ, մի քիչ ձեթերի մասին էլ մեզ պատմի, որ մենք մի քիչ ինֆորմացված լինենք։ Ձեթերը մշակումներ են անցնում, ֆիլտրացումը, ռաֆինացումը դա ֆիլտրացված ձեթի տեսակ է, այսինքն կան ոչ ռաֆինացված ձեթեր, որոնք շատ արտահայտիչ առամատ ունեն, հոտ ունեն ու երբ որ շիշը առաջին անգամ բացում ես, դու դա միանգամից զգում ես, այսինքն դա եթերային մի շարք յուղերի տեսակները զտված չեն, այդտեղից հանած չեն ու ջերմային մշակում հասկացնել իրանցով ահավոր է, տապակի վրա երբ որ լցնում եք, ոնց որ վառած արևած աղիք լինի։ Տես մեզ ով է զանգահարում։ Պամելան։ Բարևին, շատ սիրելի Լիկա եւ Համլետ։ Պամելա, ուզում եք մեզ յոգուրտ հյուրասիրել։ Մեծ սիրով կհյուրասիրեի ձեզ։ Մի բան ասեմ, չեք հավատա։ Սառնարանս այսօր լիքն էր Միլկինի յոգուրտներով։ Հիմա նույնիսկ մի հատ էլ չկա որ ուտեմ։ Հարևաններս եկան, կերան գնացին։ Անուշ լինի, ախր չի կարելի, չէ։ Չի կարելի այդքան համեղ լինել Միլկին ջան։ Ես գիտեմ, որ Շանթի խոհանոցի սառնարանում տարբեր համերով Միլկինի յոգուրտներ կան Լիկա ջան։ Հյուրասիրի Համլետին, վայելեք, դες բարի ախորժակ։ Անչափ շնորհակալ եմ Համլետին տանձ, Համլետը տանձի Միլկինը, արդեն կարելի է յոգուրտին ասել Միլկին, ահա։ Ուտեստ պատրաստելիս էներգիա եք ծախսում, տաղավարում էլ շոկ է կարծես, այնպես որ յոգուրտը ձեզ էներգիա եւ թարմություն կհաղորդի։ Վայ, ես էլ ուզեցի, քիչ հետո կգնեմ խանութ եւ լիքը յոգուրտ կգնեմ։ Հարևաններիս աչքը լույս։ Հա, իդեպ խանութի վաճառողը ամեն անգամ ասում է. «Ինչ լավ ֆիգուրա ունես»։ Երևի չգիտի, որ հայերենում կազմվածք են ասում։ Ես էլ ամեն անգամ ասում եմ, Միլկինի յոգուրտ եմ ուտում, դրանից է։ Հիմա որ իջնեմ խանութ, էլի նույն հարցը կտա։ Ես չգիտեմ, չեմ հասկանում, այդ մարդը ուրիշ հարց չգիտի։ Դե լավ, իմ էներգիան էլ կսպարվի հիմա։ Դուք պատրաստ եք ուտեստը, իսկ ես խոսեմ Միլկինի մասին։ Կարևորելով ձեր առողջությունը, Միլկինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կաթնամթերք։ Հայկական արտադրանք առանց կոնսերվանտների, ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ Միլկինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը։ Տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում է ամենուր։ Միլկին, առողջ ընտրություն ողջ օրվա համար։ Շնորհակալություն։ Այո, հովանանք այսօր բավական շոկ է, արդեն
կամաց գնում ենք դեպի շոկ եղանակներ։ Այսպեսի տալ եմ կես տալու, խնդրեմ, Շնորհակալություն։ ինչ գեղեցիկ է։ Սիրելիներ, դուք հիմա կարող եք դիտել ձեր էկրանների վրա բաղադրատոմսը, չմոռանաք YouTube-ով նաև կարող եք կրկին նայել եւ եթե չեք հասցրել նկարել, ապա կարող եք սկրին անել էկրանները բաղադրատոմսի, իսկ մենք մի քանի րոպե հետո կհանդիպենք, երբ որ մեզ մոտ այստեղ արդեն հավաքված կլինի։ Մեր ինչը շիշթաուկին հիմա ջեռոցում 230 աստիճանի տակ Մոտավորապես 20 րոպեում եփում է։ Պատրաստվում է, 20 րոպեից պատրաստ կլինի։ Ֆրին կարծես թե արդեն կամաց պատրաստ է լինում։ Համեմում ենք ֆրին, որից հետո արդեն լավաշն ենք կտրատում, լավաշն ենք համեմում։ Լավաշը համեմում։ Այո։ Ինչով ենք համեմում։ Աջիկայով։ Ահա, իսկ լավաշի փոխարեն ինչ են անում։ Լավաշի փոխարեն արաբական լոշիկներ կարող են օգտագործել կամ տորտիլյա տեսակի հացերից կարող են օգտագործել։ Պիտա կարող են օգտագործել։ Պիտան հնարավոր չի լինի ծալել, ոնց որ լավաշն արվում, բայց որպես հաց կարող են էլի աջիկան քսել եւ դրա վրա մատուցել։ Գեղեցկություն։ Այսպես։ Իսկ մենք կարճ ընդմիջում անենք, մինչև մեզ մոտ ամեն ինչ պատրաստ լինի եւ արդեն կհանդիպենք, երբ որ սկսենք համտեսել։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։ Դե սա ոչ միայն երեխաների համար է շատ հավես, հաճելի, այլ նաեւ մեծերի։ Սկսենք, փորձենք։ Դե ես կարտոֆիլի հանդեպ անտարբեր չեմ, սկսում եմ կարտոֆիլից, մինչև սառի։ Դուք ես հիանամ։ Շատ արագ, շատ հեշտ, շատ հարմար։ Այնպես որ պատրաստեք տանը եւ հետևեք մեզ, որպեսզի էլ ավելի հետաքրքիր բաղադրատոմսեր ունենաք։ Իսկ մենք հանդիպենք մյուս կիրակի։ Հաջողություն։ Հաջողություն։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։